Լավ, բայց գյուղում մի կենթանի շոֆեր չկա։ Հա։ Բարև ձեզ սիրելի ընկերներ, հիմա կասեք Նաջարյանը ինչ կապ ուներ այս ամեն ինչի հետ, ընթացքում կպատմեմ եւ կհասկանաք ինչ կապ ուներ։ Ուրեմն ստացվում է, որ Նաջարյանը կարողացավ մի կենթանի շոֆեր գտնել իրենց գյուղի համար, բայց մեր պարոն Փելեշյանը չկարողացավ։ Պատմեմ։ Շուրջ 2 ամիս է Վանաձորի Տարոն 1 թաղամասի բնակիչների իրավունքները խախտվել են եւ խախտողը Վանաձորի համայնքապետարանն է։ Հիմա երևի ձեզ կհետաքրքրի ինչպես է խախտել, ինչն է խախտել։ Ուրեմն ասեմ, որ այն խնդիրը, որի մասին պատմում եմ, արդեն 1 տարվա վաղեմություն ունի, բայց 1 տարվա ընթացքում խնդիրը փաստորեն ոչ միայն չի կարգավորվել, այլև դադարեցվել է իրավիճակը եւ մարդիկ մտածել են, որ դե չկա իրավիճակ, չկա խնդիր։ Պատմեմ ինչ իրավիճակի մասին է խոսքը։ Ուրեմն հունիսի 1-ին այս տարվա թաղամասի մի խումբ բնակիչներով մենք եղանք Արկադի Փելեշյանի աշխատասենյակում, որպեսզի իր հետ քննարկենք եւ հասկանանք ի վերջո ինչն է պատճառը, որ դադարեցվել է Վանաձորի Տարոն 1 թաղամասը սպասարկող թիվ 19 երթուղային տրանսպորտի աշխատանքը։ Ասեմ, որ նախկինում մինչ մեր այցելությունը այդ աշխատանքը առանձնապես չէր փայլում տրանսպորտային գծի, շատ այսպես անկանոն, կամայական, վարորդները երբ ուզում էին գծում էին լինում, երբ չէին ուզում չէին լինում, տոնորերը առանձնակի ոգևորությամբ էին նշում եւ ուզում եմ առանձնակի նշել, որ այդ իրավիճակը, այդ տվյալ իրավիճակը միայն այդ գծին է վերաբերվում, թիվ 19 երթուղային գծին։ Վանաձորի մյուս բոլոր երթուղային գծերը լավից վատից կանոնավոր աշխատում են։ Համենայն դեպս ես բոլորից օգտվել եմ եւ չեմ նկատել այսպես էական շեղումներ կամ բաց թողումներ։ Հա, լինում են, որ երեկոյան ժամերին տրանսպորտային միավորները քչացնում են, որպեսզի ուղևորները հնարավորինս այսպես իրար շալակ թռած գնան, ավելի լիքը գնան, ավելի շատ գումար աշխատեն։ Դե տրանսպորտային միջոցների վիճակի մասին երևի չպատմեմ, ասենք արդեն այդ բառապաշարը, այդ բառերը արդեն հերիք չեն, որպեսզի նկարագրես են խղճուկ ողորմելի վիճակը, որում է Վանաձորի տրանսպորտային պարկը։ Բայց գանք մեր խնդրին։ Հունիսի 1-ին մենք թաղամասի մի խումբ բնակիչներով եղանք համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի աշխատասենյակում, հարցուփորձ արեցինք ինչն է պատճառը, որ դադարեցվել է աշխատանքը եւ պարոն Փելեշյանը ասաց, որ աշխատանքը տրանսպորտի դադարեցվել է, որովհետև 3 անգամ մրցույթի են դրել եւ ոչ մի ընկերություն ցանկություն չի հայտնել շահագործել այդ գիծը։ Այստեղ չմոռանամ հիշել եւ հիշատակել, որ Վանաձորի գրեթե բոլոր երթուղային գծերը սպասարկում են եւ շահագործում են Արկադի Փելեշյանի հետ փոխկապակցված նրա մերձավոր, չգիտեմ, հարազատ, մոտիկ ընկերներ եւ այլն այդ շրջանակի մարդիկ եւ վերջին հաշվով ստացվում է, որ Փելեշյանն է սպասարկում։ Սա չմոռանանք ֆիքսել։ Այսինքն 7 թաղամասով անցնող այդ երկար երթուղին, որի սկիզբը Տարոն 1 թաղամասն էր, անցնում է Տավրոս թաղամասով, անցնում է Կոնգո թաղամասով, Երրորդ մաս թաղամասով, անցնում է Հին եկեղեցու մոտով, անցնում է Շուկայով, քաղաքի կենտրոնով եւ հասնում Վանաձորի բժշկական կենտրոն։ Այդքան ճանապարհը անցնող գիծը ստացվում է շահութաբեր չէ։ Դուք ինքներդ հաշվարկեք, շահութաբեր է թե ոչ։ Ես այդ թեմայի վրա չեմ ուզում ծավալվել։ Ասեմ, որ հանդիպման ժամանակ պարոն Փելեշյանը մեզ վստահեցրեց, որ արդեն իսկ հայտարարվել են տրանսպորտի համար մրցույթներ, 45 նոր ավտոբուսներ են բերվելու, որոնցից մեկը նաև սպասարկելու է Վանաձորի Տարոն 1 թաղամասը։ Ովքեր ծանոթ են թաղամասին, վստահաբար կասեն, որ այդ թաղամասում դժվար թե տրանսպորտը կարողանա շահագործվի ավտոբուսով, որովհետև փողոցն է շատ նեղ։
Երբ այդ մասին ասեցինք պարոն Փելեշյանին, հասկացանք, որ ինքը ընդհանրապես թաղամասից տեղյակ չէ, թաղամասի տեղը անգամ չգիտի, քաղաքի այն հատվածն է, որտեղ որ հին նեղ փողոցներ են, Տավրոս նախկին Խշլաղ գյուղի փողոցներն են, որոնք բոլորը այսպես ուղղահայաց, զուգահեռ իրար հատվելով նեղ փողոցներ են եւ հազիվ թե այդ հատվածում հնարավոր լինի ավտոբուսային միավորով երթևեք ապահովել։ Հետո նաև իմացանք, որ չնայած մեզ վստահեցրել է պարոն Փելեշյանը, որ մրցույթը արդեն իսկ հայտարարվել է, բայց այդ մրցույթը շատ ավելի ուշ է հայտարարվել։ Հիմա տեղյակ չենք մրցույթը հայտարարվել է թե չէ։ Չնայած տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում պարոն Փելեշյանը վստահեցնում է, որ մրցույթը հայտարարվել է, շուտով կգան այդ 45 ավտոբուսները եւ Վանաձորի տրանսպորտային հարցը լիովին կարգավորվի, բայց ինչպես ասում են, աչքը տեսածից է վախենում։ Այդ 45 ավտոբուսների մասին արդեն լսում ենք 2 տարուց ավել։ Մեծ ցանկություն ունենք, որ ամբողջ Վանաձորը սպասարկվի ավտոբուսներով, բայց ինչպես ասում են, աչքով տեսնենք, նոր համոզվենք։ Եվ ամենախնդալունը, որ մեզ պատասխանեց պարոն Փելեշյանը, դա այն էր, որ ինքը փաստորեն շոֆեր չի գտնում այդ գիծը սպասարկելու համար։ Իհարկե մենք տարակուսեցինք, այդպես անզոր վիճակում տեսնելով մեր ամենազոր պարոն Փելեշյանին, բայց այդ նոտայի վրա լքեցինք աշխատավայրը, որովհետև մտածեցինք, որ այլևս անելիք չունենք այնտեղ, որովհետև պարոն Փելեշյանը մեզ նույնիսկ չհուսադրեց, որ ինչ որ աշխատանքներ կտարվեն, որպեսզի գիծը վերականգնվի։ Դրանից հետո մենք որոշեցինք, որ ձեռքներս ծալած չենք նստելու եւ գնալու ենք Վանաձորի ավականու քաղաքապայմանագիր կուսակցության խմբակցության հետ հանդիպման։ Հունիսի 21-ին հանդիպեցի խմբակցության ղեկավարի եւ խմբակցության քարտուղար Նոնա Հովհաննիսյանի հետ։ Իրենց ներկայացրի մեր ստորագրահավաքը, որի մասին քիչ ուշ կպատմեմ։ Ստորագրահավաքի ուղարկած պատասխանը Վանաձորի համայնքապետարանից, իրենք ուղղակի երևի թե չուզեցան բարձրաձայն ծիծաղեին, որովհետև այդ պատասխանը իրոք ծիծաղելու էր։ Եվ խոստացան, որ կարճ ժամանակում նամակով կդիմեն եւ կպահանջեն վերականգնել գիծը։ Բայց ինչպես տեսնում եք, արդեն հուլիսի շուտով կեսն է եւ ոչ մի արձագանք չկա ոչ համայնքապետարանից, ոչ ավականու անդամներից։ Հիմա վերադառնանք ստորագրահավաքին։ Ինչ ստորագրահավաքի մասին է խոսքը։ Ես խոսքից սկզբում նշեցի, որ արդեն 1 տարվա վաղեմություն ունի այս խնդիրը։ 1 տարի առաջ 2025 թվականի ապրիլին մենք թաղամասի բնակիչներով ստորագրահավաք իրականացրեցինք եւ դիմեցինք Վանաձորի համայնքապետարան, որպեսզի թիվ 19 երթուղու աշխատանքը դառնա կանոնավոր, ինչպես նախկինում էր, ինչպես նախկինում աշխատում էր ժամացույցի նման։ Ստորագրահավաքը ուղարկեցինք, ստացանք այդ խնդալու պատասխանը, որ աշխատանքներ են տարվում գծի աշխատանքը կանոնակարգելու ուղղությամբ, բայց ինչպես տեսնում եք, կանոնակարգումը վերածվեց դադարեցման։ Այս ընթացքում մենք նաև մտքեր ենք ունեցել հանդիպելու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանի հետ, ճիշտն ասած խանգարեց մեզ քարոզարշավի ընթացքը, մտածեցինք քարոզարշավից հետո կհանդիպենք, բայց քարոզարշավից հետո մարզպետը տեսահոլովակ հրապարակեց եւ ասեց, որ գնում է արձակուրդ, մտածեցինք, որ լավ է, այսքան սպասել ենք, կսպասենք նաեւ արձակուրդից հետո կվերադառնա մարզպետը եւ կհանդիպենք, որովհետեւ կարծում ենք, որ այնուամենայնիվ այս խնդրի լուծման հետ կապված որևէ հստակ ռեալ պատասխան մեզ կարող է տալ Արեն Մկրտչյանը։ Առաջարկեցին հանդիպել փոխմարզպետ Ղարիբյանի հետ։ Մենք մերժեցինք, վստահ լինելով, որ պարոն Ղարիբյանը խնդրին լուծում տալու պատշաճ իրավասություն չունի։ Իհարկե պարոն Ղարիբյանը մեզնից չգիտես ինչի նեղացավ եւ այսպես մեզ հասած լուրերով ինքը մեզնից նեղացել է եւ ասել է, որ այլևս ես իրենց չեմ ընդունի։
Ես չգիտեմ նեղանալը քաղաքական կատեգորիա է թե չէ, բայց կհորդորեի պարոն Ղարիբյանին բնակիչների հետ շփման հետագա ընթացքում նեղանալու այդ մոտեցումները թողնել մի կողմ եւ դրսեւորել պաշտոնյային վայել վարքագիծ, որովհետեւ իմ խորին համոզմամբ նեղանալը քաղաքական կատեգորիա չէ։ Առավել եւս, որ մենք առաջարկները մերժել ենք պատճառաբանելով, որ մենք չենք տեսնում պատշաճ լծակ եւ իրավասություն տվյալ պաշտոնյայի կողմից խնդրին լուծում տալու առումով։ Այս է եղել պատճառը, որ մենք հրաժարվել ենք իր հետ հանդիպել։ Այլ որևէ մոտիվ, անձնական որևէ նախապատվություն չի եղել։ Արեն Մկրտչյանը վերադարձել է արձակուրդից, դարձյալ դիմեցինք, որպեսզի մեզ ընդունի, ինքը մեզ փոխանցել է, որ արձակուրդից քանի որ նոր է վերադարձել, որոշակի գործեր ունի կուտակված, որոնք պետք է, այսպես ասում են, ինչպես ասում են, ընթացք տա եւ գործի գցի կուտակված այդ աշխատանքները, ծանոթանա իր բացակայության ընթացքում ինչ է տեղի ունեցել, որից հետո նոր պատրաստ է մեզ ընդունել։ Դե կսպասենք, բայց ուզում եմ առանձնակի կարևորել այս խնդիրը այն տեսանկյունից, որ ամիսներ շարունակ, արդեն տարուց ավել, ոտնահարված է այն թաղամասի բնակիչների իրավունքները, որտեղ որ շատ են հաշմանդամություն ունեցող, հատկապես տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ, տարեց մարդիկ, որոնց հիմնական տեղաշարժման միջոցը այդ երթուղային տրանսպորտն էր։ Թաղամասում շատ չեն այնպիսի մարդիկ, ովքեր ունեն սեփական մեքենաները եւ կարող են անխափան երթևեկել, նաեւ շատ չեն, այսպես ասած, այնպիսի մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ օրվա մեջ մի քանի անգամ օգտվել տաքսի ծառայություններից։ Այսինքն տրանսպորտի խնդիրը թաղամասի համար կարելի ասել օրախնդիր հարց է։ Եվ մեկ տարվա ընթացքում Վանաձորի համայնքային իշխանությունները ոչ մի ջանք չգործադրեցին, որպիսի խնդիրը ոչ միայն կարգավորեն, այլև ընդհանրապես այս խնդրով մենք այլևս իրենց չանհանգստացնենք։ Հավանաբար համայնքային պաշտոնյաները պարոն Փելեշյանի գլխավորությամբ մոռացել են, որ համայնքի բնակիչների շահերի թիվ 1 պաշտպանը իրենք են։ Ես չգիտեմ իրենք ինչ նպատակով են հայտնվել այդ աթոռներին, ինչ մղումներ ունեն եւ ինչ ցանկություններ ունեն, բայց հարկավոր է ժամանակ առ ժամանակ թերթել տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող օրենսդրությունը եւ հասկանալ իրենք այդտեղ նստած ինչով են զբաղված եւ արդյոք իրենք համապատասխանում են համայնքային պաշտոնյայի կերպարին։ Ուզում եմ առանձնակի նշել, որ թիվ 19 երթուղու աշխատանքների դադարեցման հարցում իր այսպես առյուծի բաժինը ունեցավ Վանաձորի թիվ 3 երթուղային գիծը սպասարկող Բոքոնիկ ընկերությունը։ Ես բազմիցս եղել եմ այդ գիծը սպասարկող, օգտվել եմ գիծը սպասարկող տրանսպորտային միջոցից եւ իմ սեփական ականջներով եմ լսել, ինչպես են վարորդները իրենց մեջ պայմանավորվում, որ այնպես անենք, որ թիվ 19 երթուղու շոֆերները դուրս գան գծից, դե մենք կքշենք փող կաշխատենք էլի, թող իրանք գնան տուն։ Նույնիսկ բռնության դեպքեր են եղել վարորդի նկատմամբ եւ ասում եմ, կրկնում եմ, այս երրորդ համարի եւ վարորդները եւ գծատերը շատ լուրջ ներդրում ու դերակատարություն ունեցան, որ Վանաձորի թիվ 19 երթուղային գիծը այլևս չշահագործվի։ Եթե ձեզ հետաքրքիր է ինչումն էր իրենց դրդապատճառը եւ ինչումն էր իրենց մոտիվացիան, որ այդպես ջատագովությամբ այնպես արեցին, որ չաշխատի թիվ 19 երթուղին, ես ասեմ, որ երկու երթուղիների որոշակի հատվածներ համընկնում են, սկսած Վանաձորի Տավրոս թաղամասից մինչև ավտոկայան թաղամաս, որից հետո տարբերվում են երթուղիները։
Բայց արդյոք դա հիմք է, որպեսզի երրորդ համարի վարորդները իրենց իրավունք վերապահեն եւ կարծեն, որ դե ոչինչ, դե մենք կարող ենք սպասարկել 19-ի ուղևորներին, ինչ է եղել, որ թող մի քիչ էլ քայլեն վերև բարձրանան։ Իհարկե մենք դեմ չենք քայլելուն։ Բայց դեմ ենք քայլելուն, երբ ծանրաբեռնված շուկայից կամ այլ տեղից ծանրաբեռնված բարձրանում ենք այդ զառիվեր ճանապարհը։ Եվ սկզբունքորեն մեզ համար էական չէ մենք երրորդ համարի երթուղայինով կբարձրանանք վերև, թե 19 համարի երթուղայինով, բայց մեզ համար սկզբունքորեն շատ կարևոր է, որ մենք տրանսպորտով հասնենք մեր թաղամաս։ Երրորդ համարի երթուղայինի աշխատանքը անխափան է, ինչու՞մն է շահագրգռվածությունը։ Այն, որ չի աշխատում 19 համարը, բայց շարունակում է աշխատել երրորդ համարը, գրեթե նույնանման ուղղության մեջ։ Այստեղ մեծ շահագրգռվածություն ունի նաև Վանաձորի համայնքապետարանը, մասնավորապես համայնքապետարանի տրանսպորտի բաժինը։ Չեմ խուսափի ասել, որ չեմ էլ բացառում, եթե լինեն նաև կոռուպցիոն սխեմաներ, որովհետև շահագրգռված է տրանսպորտի բաժինը, որպեսզի թիվ 19 երթուղայինը չաշխատի, փոխարենը աշխատի թիվ 3 երթուղայինը։ Ես հրավիրում եմ բոլոր լրագրողների եւ լրատվամիջոցների ուշադրությունը այս խնդրին եւ խնդրում եմ հնարավորինս տարածել, ցանկության դեպքում նաեւ լուսաբանել այս խնդիրը, որպեսզի եւ համայնքային պաշտոնյաները սթափվեն եւ հասկանան ինչի համար են իրենք հայտնվել այդ շենքում, որ կոչվում է Վանաձորի համայնքապետարան, եւ հասկանան, որ ի վերջո համայնքի բնակիչների շահերի թիվ 1 պաշտպանը իրենք են։ Խնդրում եմ հնարավորինս շատ լուսաբանել եւ անդրադառնալ այս խնդրին։ Հարկ եղած դեպքում պատրաստ ենք նաեւ ներկայացնել ստորագրահավաքի մեր ամբողջ փաթեթը։ Շնորհակալություն ուշադրության համար։